եթե խոսելիս լինենք հայ ժողովրդական հեքիաթների մասին, գրեթե անխուսափելիորեն հայկական հեքիաթը ավարտվում է երկնքից ընկավ 3 խնձոր այս հայտնի բանաձևով։ Նշենք իհարկե, որ այս բանաձևը միայն հայկական չէ, 3 պտուղների վայր ընկնելու նկարագրությունը կարելի է հանդիպել հարևան ժողովուրդների մոտ, դրանք կան իրաքյան հեքիաթներում, կան նաև թուրքական հեքիաթներում, մի հետաքրքիր տարբերությամբ պտուղը կարող է տարբերվել, օրինակ առանձին թուրքական հեքիաթներում հանդիպում ենք 3 նարինջների, սրանք արդեն մշակութային երևույթներ են, բայց պետք է ասել, որ միջազգային հեքիաթագիտության մեջ այս 3 խնձորների փակող բանաձևը հիմնականում ասոցիացվում է, առնչվում է հայկական մշակույթին, ինչու, որովհետև հայկական հեքիաթներում 3 խնձորներն ավելի հետևողականորեն են հանդիպում եւ մի տեսակ 3 խնձորները երկնքից ընկնող հայկական հեքիաթի պարագայում արդեն վերածվել են խորհրդանիշի